Մենք զրուցում ենք թոշակառուների մասին, Տիկին Ասլանյան, բայց մենք մոռացել ենք մարդկանց, օրինակ ծայրահեղ աղքատ ապրող մարդկանց ենք մոռացել։ Ինչ իմաստով, այդ մարդկանց մի զգալի մասը թոշակառու չի։ Դա թոշակը լավ, վատ, չէ, նվազագույնը 36,000-ը, հետանեք միջինը 49,000։ Լես ստանում են մի կերպ, չգիտեմ ոնց են ապրում այդ մարդիկ, չեմ էլ պատկերացնում։ Եթե շրջաններ մեկը գնա, այդ սոցիալ նախարարը օրինակ որ գնա, եւ կսարսափի, որ նա ինչ պայմաններում են ապրում մարդիկ։ Կսարսափի ու այդ պոռոտախոսությունը միանգամից կդադարեցնի։ Հիմա նայեք, այդ ծայրահեղ աղքատներին բա ինչ ենք անելու։ Մարդ կա, այն բանել են կտրել, գործազրկության նպաստնել են կտրել։ Դե հիմա կասեն ընդհանրապես չկա։ Հանը դա են հանել։ Աղուց են հանել։ Դա են հանել, հիմա նայեք, բայց մարդիկ կան, որ թոշակ չեն ստանում, բայց եկամուտ չունեն, ոչ մի տեղի չեն, եկամուտ չունեն։ Դրանց օրական եկամուտը եւ ծախսը ինչ գալիս է, նույնը ծախսում է 600 դրամ է։ Մենք հիմա օրինակ ինչ ենք առաջարկում։ Մենք արդեն քննարկում ենք այդ թեման, եւ այս թեմայի շուրջ մենք նոր առաջարկ ենք մի հատ արդեն պատրաստել, շուտով հանրությանը կներկայացնենք այդ անձնավորությունն էլ այդ Մոլդովայով տվայտվող, այդ անձնավորությունն էլ դրա մասին շուտով կիմանա կլսի, ոնց հասկանում նա մեր Facebook-յան էջերին անդադ հետևում է, էլի, անդակած ձևով հավանաբար։ Կարող է հիմա էլ է հետևում։ Բնականաբար ավելի լավ է թե հետևում է։ Հիմա ես իր առջև խնդիր եմ դնում 18,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ մարդ ապրում է ամսական 15,000-ից 18,000 դրամով։ Այս մարդկանց մասին ինչ եք մտածում։ Դա ինչ հաշվարկ է։ Դա Հայաստանի Հանրապետությունում, եթե աղքատության շեմը 23.1% է, իրենց ներկայացնելով։ Իրենց ներկայացնելով իրականում շեմը 35-ից 40% է։ Դրա մեջ կա նաև ծայրահեղ աղքատները։ Ծայրահեղ աղքատները մոտավորապես 0.3-ից 0.4% են կազմում։ Հիմա մենք ինչ ենք առաջարկելու։ Մենք առաջարկում ենք մի նորույթ, որ օրինակ զարգացած ամերիկյան նահանգներում, չէ, ամերիկյան երկրի նահանգներում կիրառում են։ Էլեկտրոնային քարտեր են լինելու, էլեկտրոնային քարտեր, որոնք սակայն լինելու են բացառապես օգտագործելու, պարեն գնելու համար։ Նրանցով ոչ սիգարետ կարող ես գնել, ոչ ալկոհոլային խմիչք կարող ես գնել, ոչ էլ դրանով կարող ես ինչ-որ մշակութային տեղ գնալ կամ ենթադրենք գումարը կանխիկացնել կամ էլ ենթադրենք կազինո գնալ։ Մեծ ծանոթ են այդ 90-ական թվականների կտրոնների մասին է։ Այո, դա կտրոններն են, բայց ամերիկյան կողմը, նրանց social security այդ համակարգը, դրանք բնականաբար մեզանից խելոք չեն, բայց մեզանից ազնիվ են։ Նրանք հասկանում են, որ թղթային տալոնները հնարավոր զեղծարարության այսպես թեմայի մեջ ներքաշվի, դրա համար պլաստիկ քարտերով դա հստակ կազմակերպվում է։ Հիմա ես հարց եմ տալի այս իշխանություններին։ Մարդը, որ 600 դրամ է օրական ստանում, ոչ միտեղ չի աշխատում, եկամուտի ոչ մի աղբյուր չունի, այդ մարդկանց ինչի պարենով չեք ապահովում։ Բնականաբար հարցը փախնելու են, հարցը թռնելու են, մենք դա փաստորեն հստակ գիտենք, այսքան ձեռագիրը գիտենք, արդեն 6-7 տարի ընդ որում այն նախկիների նույն գործելավոճն է, առանձին տարբերություններով, այս ամբողջ խնդիրը։ Այս թեման միշտ եղել է Հայաստանի Հանրապետությունում, հիմա մենք այս թեմայով գալիս ենք, եւ մենք առաջարկելու ենք, որպեսզի տալոնային համակարգ, էլեկտրոնային, քարտային տալոնային համակարգ լինի, դա հեշտ կարգավորվող է։ Իշխանություններին եք առաջարկելու։ Իշխանություններին առաջարկելու ենք, որ այս կարգի թեմա կա, եկեք իրար հետ քննարկենք։ Եվ ինչ ակնկալիք։ Ակնկալիքը ճիշտն ասեմ զրոյական է, բայց մեր խնդիրը հետևյալն է։ Մեր խնդիրը հետևյալն է, որ քաղաքացիները պետք է իմանան, որ Հայաստանում կան մարդիկ, մասնագետների խումբ կա, կան քաղաքական նախաձեռնողականություն ծող խումբ, եւ այդ խմբերը պարզապես ծերիլ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Պարզապես անվտանգություն, բանակ, Ռուսաստան, Մոնղոլիա, եսի մի չէ, այդ խումբը զբաղվում է մարդկանց խնդիրներով։ Մարդիկ պետք է մեզ իմանան եւ գիտեք, սա որոշակի իմաստով նախընտրական խոստում չէ, բայց հնարավորություն է, որ մարդկանց այդ դիալոգի մեջ մտեք եւ մարդը իմանա, որ կա կազմակերպություն, կամ մարդիկ, կամ մտածող մարդիկ, որոնք իրենց
նույնիսկ պարենային աջակցության մասին մտածում են։